Գորիսում Թոսկապ կոչվող հատվածում գերեզմանների մոտ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է։ Վարուժան Յոլյանն ու 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ ու տեղափոխվել բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն սպանվածներից մեկը Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանի վարորդն է, մյուսը նրա ազգականը։ Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման հայցերով գումար է պահանջում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանից եւ նրա ընտանիքի անդամներից։ Հիշեցնենք, որ ըստ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման 155 հայցապահանջ է ներկայում քննվում դատարան 155 հայցապահանջների ընդհանուր հայցագինը 595 միլիարդ 817 միլիոն դրամ է, 1 միլիարդ 572 միլիոն դոլար։ Այս հայցերով դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել 324 շարժական, 1463 անշարժ գույքեր, 440 իրավաբանական անձանցում մասնակցություն։ Հայցերով դրամական պահանջը կազմում է 518 միլիարդ 428 միլիոն դրամ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից տեղեկացնում են, որ միայն 2025 թվականին դատախազական ներգործությամբ պետությանն ու համայնքներին է վերադարձվել ավելի քան 66 միլիարդ դրամի 60-ից ավելի գույք եւ դրամական միջոց։ Վերադարձված գույքերից որոշները վարձակալության կամ անհատույց օգտագործման են տրվել եւ պետբյուջեին եկամուտներ են ապահովում։ Միայն Ակոսի շենքի ամսական վարձակալության գումարը 16 միլիոն 200 հազար դրամ է։ Դատարանը մեկ ամսով երկարացրել է Տեր Գարեգին Քահանա Արսենյանի տնային կալանքը, դատախազը պահանջել էր երկարացնել 3 ամսով։ Դատարանը սակայն թույլատրել է Քահանային մասնակցել պատարագների, բացառելով շփումն այլ անձանց հետ։ Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնականցվի 786 հազար դոլարին համարժեք դրամ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 23-ի վճռով բավարարվել է։ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի եւ ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող 1.4514 հեկտար մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր կճանաչվի։ Քննչական կոմիտեում մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի նկատմամբ վարույթ կա նախաձեռնված։ Նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ նա ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար։ Կարապետյանի հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քրեական վարույթով նշանակվել է հանձնաժողովի դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակում վերջինս ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։